Իսկ ես հիմա ուզում եմ խոսել Ջեֆրի Էփստինը 1 միլիարդատեր էր Նյու Յորքում բնակվող, աշտարակ ուներ խոշոր եւ կղզի ուներ անգամ ինքը միլիարդատեր ասացի միլիոնավոր դոլար իրեն պատկանող կղզի ուներ իր ցանկություններ իր հարաբերություն ունենար 14-16 պատանի երեխաների հետ սեռային հարաբերություն ուներ տարիներ նախագահ Թրամփի ընկերն եղել իսկ իրենց հարաբերությունը հետո խզվեց 2014-ից մանավանդ հետո էլ հարաբերությունը ընկերական հարաբերությունը խզվեց այս մասին հիմա ներկայացնի տան անդամները մեկ դեմոկրատ ընտրվել էր 40 քանի օր է ներկայացնի տան աշխատանք կանգնել էր իրեն երթման արարողությունը չէր կատարում ներկայացնի տան խոսնակ ու ռիփաբլիկանը դեմոկրատ է ընտրվել է ուրեմն չէր կատարում այդ այսօր նաև կատարեցին այսօր առաջի օրն էր որ ներկայացնի տան անդամները 50 քանի օր էր քաղաքից բացակայում են ժողով չեն ունեցել իսկ կառավարությունը այս երկրի տեսնում եք 40 օրվանից ավել էր փակեր այսօր ուրեմն այդ ինչ որ համաձայնվեցին հիմա ուղարկել են Թրամփին կստորագրի այսօրվանից կառավարությունը իր աշխատանքը սկսելու է այդ մասին քիչ հետո պիտի խոսեմ իսկ Էփստինի մասին որը ինքնասպան եղավ 2019 թվին հիմա 218 ներկայացնի տան անդամներ ռիփաբլիկան եւ դեմոկրատներ միացան որպեսի Իրան այսինքն անձնավորություն իրեն վերաբերող տվյալները դոկումենտները բացահայտեն 20000 էջ այս մարդուն վերաբերող ֆայլերի մեջ որը թույլ չէին տալիս նախագահ Թրամփը վարչակաց ցանկություն չուներ բացահայտել ամենայն դեպս բացահայտեն որոշ այնտեղ տեղեկություն կա ոչ ոք մինչև լուր չեր ունեցել որոշ գրություններ է կատարել email է գրել իր մեկ ընկերուհի ուներ Ջեսլին այս կինը գնում էր Անգլիայի ներկայացնի տան անդամների դուստրներ որ մահացավ տարիներ առաջ խեղդվեց այսինքն օվկիանոսի մեջ նրա դուստրը նաև իր ընկերուհին էր որ գնում էր որովհետև տղամարդ գնա 14-16 տարեկան աղջիկների ցանկություն ունենա մոտենա հարաբերություն ստեղծի դժվար ուրեմն այս կինը գնում էր իրեն համար բերում էր այդ նրան որ հիմա այդ կնոջը 20 տարի բանդ են նշանակել նախապես Նյու Յորքի բանդում էր այդ կնոջը հիմա տարել են Թեքսաս որ ավել ազատ բանդ է այնտեղ է եւ ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել ու բացատրել այսօր ինչ տեղի ունեցավ այստեղ տեսնում եք որ զոհերը ասում է ժամեր իմ տան մեջ են եղել իհարկե սա իր ընկերու հետ գրությունն է ինչ որ գրեն է եւ ասացի որոշ հարցերը հայտնի ինչ է երևի հետո կպարզվի սրանք ինչի մասին է խոսքը անգամ այստեղ տեսնում եք այդ գրությունները ինչ տեղի ունենում եւ նաեւ այնտեղ Թրամփի մասին գրություններ կա հարցերն է եւ ասել են այնտեղ որ Թրամփը այս աղջիկների մասին գիտեր հիմա Ջեսլին Թրամփը այստեղ տեսնում եք հուլիսի 29-ն ասաց ես հարաբերությունս երկար տարի է կտրել եմ իրեն հետ եւ գալիս էր Թրամփը ռիզորտ ունի Ֆլորիդայում այս անձնավորությունը գալիս էր իր մոտ աշխատող երիտասարդ աղջիկներին խրախուսում էր որտեղ նա այդ մեծահարուստը Ֆլորիդայում նաև մեծ տուն ունի, բնակարան ունի, գնում էր Ֆլորիդայի Թրամփի այդ ռիզորտը, երիտասարդ աղջիկներին հրավիրում էր իր տանը, այս մասին է ինչ որ ձեզ օգոստոսի 23-ին 2018 թիվ տեսնում եք որոշ անուններ սևացրել են այդ մարդու ֆայլերի մեջից եւ սրանք որ բացահայտեն են այսօր ներկայացնի տան մեջ տեսնում եք այս կնոջը ցախը դեմոկրատ ընտրվել էր ներկայացնի տան խոսնակը իրեն երթման արարողությունը չէր կատարում 50 օր ավել է այս ուշացում որտեղ ներկայացնի տան փակ էր
իսկ այսօր ստիպված եղավ այդ աշխատանքը անի եւ միանում է դառնում է դեմոկրատները հիմա 214 ներկայացուցիչ ունեն, ռիփաբլիկանները 218։ Այստեղ տեսնում եք ինչ ժամանակ երբ որ Թրամփը իր այդ Ջեֆրի Էփստինի հետ ընկեր էր, տեսնում եք այդտեղ սա Մաքսվելն է, այդ կինը, որ ասում է իրեն համար հարմարացնում էր ժամեր, ասում է այդ զոհերը, այդ աղջիկները, այսինքն ժամեր անց են կացրել Թրամփի հետ եւ Էփստինի տանը, բայց դա ինչ է նշանակում, այսքանն է եւ ուրիշ ժամանակ իր անունի չի գրված եղել այս կինը Ջեֆրի Էփստինին սրանք բոլոր տեքստերն է, որ ինչ որ ներկայացնի տունը հիմա բացահայտեն է Ջեֆրի Էփստինին եք տեսնում դատի տվին, իսկ նախքան դատավարությունը տեղի ունենա այս աղջիկն էր 16 տարեկան, որ նաև հարաբերություններ ունեցել թագավորի, Անգլիայի թագավորի եղբոր հետ։ Այդ պատճառով էր, թեև 60 միլիոն այս կնոջը գումար տվին, որպեսի չխոսի, չբացահայտի ոչինչ Անգլիայի թագավորի եղբոր հետ, որ հարաբերություններ ունեցել, ամենայն դեպս այս կինը ինքնասպան եղավ, 16 տարեկանում իր նկարն է ցույց տալիս, որ իրեն ինչպես այս Ջեֆրի Էփստին եւ ուրիշներ այդպես հարաբերություն էին ստեղծել եւ իրեն տալիս էին հարուստ մարդկանց, որ շփվի, այստեղ տեսնում եք այս կինը, բայց հետո ասաց ինքնասպանություն գործեց 41 տարեկան հասակում։ Այնտեղ Թրամփին եք տեսնում 1992 թվին։ Տատի տվենին որոշ հարցերը չպատասխանեց, որովհետև ամեն մարդ անձ կարող է որոշ հարցեր դատարանում չպատասխան, երբ որ իրեն արձակնում են, չպատասխանի։ Այստեղ իհարկե փաստաբաններն են իրեն հարցերին տալիս։ Ջեֆրի Էփստին միլիոնատեր կամ բիլիոնատեր տեսնում եք։ Ամենայն դեպս որոշ բացահայտումներ են արել, բայց այս բացահայտումները հայտնի չի ինչ է։ Նախագահ Թրամփն է, որ ասում է կարող այդ կնոջը, այսինքն այն կինը, ինչ որ գնում էր երիտասարդ աղջիկների բերում էր, կարող է ներում տամ կամ չտամ իրեն։ Այսպես արտահայտվել է նախագահը այս մասին։ Ես հիմա ուզում եմ խոսել ինչ որ ձեզ ասացի, ներկայացնի տան անդամները վերադարձան այսօր եւ քվեարկեցին, որպեսի կառավարությունը իր աշխատանքը սկսի։ Իսկ ինչ որ սենեթում անց էին կացրել, ներկայացնի տան անդամները նույն ինչ որ սենեթում անց է կացրել, իրենք վերցրին եւ քվեարկեցին։ Եթե տարբեր մի բան, այսինքն փոխեին, ստիպված կլինին, հետո դա ուղարկեն սենեթը, որտեղ շատ երկար կտևեր եւ կառավարությունը իրեն դուրը չի կարող բացանել, ինչ որ սենեթը անց է կացրել, իրենք անցկացրին եւ ղրկեն են, որ նախագահ Թրամփը ստորագրի, որ աշխատանքը անմիջապես կառավարությանը սկսվի։ Այստեղ ես հիմա այն ինչ որ համաձայնվեն են, դա է որ SNAP կամ ուտելիքը ինչ որ հատկացնում են, դա լինելու է։ Սա ամենաերկարատև երբևիցե Ամերիկայի պատմության մեջ չի եղել, որ ներկայացնի տուն, այսինքն կառավարությունը փակ լինի 43 օր, ամենաերկարն է եւ Ամերիկայի պատմության մեջ։ Հիմա գումարը հատկացված է ֆուլի, տեսնում եք, մինչև հունվարի ավարտին, որովհետև իրենք սովորաբար դեկտեմբերի 15-ին դեմոկրատների ցանկություններով մինչև դեկտեմբերի 15 լինի։ Իհարկե այս պատահեց, երբ որ 8 դեմոկրատներ միացան 52 ռիփաբլիկանների։ Rand Paul ռիփաբլիկանը չքվեարկեց, դեմոկրատների հետ քվեարկեց, դրա համար ռիփաբլիկանները 8 հոգու կարիք ունեն։ Այս 8 անձնավորություններն են, որ միացան ռիփաբլիկաններին եւ ստորագրեցին, ուրեմն այդպիսով 60 քվե պետք էր, 60 քվեն եղավ
եւ դրա համար կառավարությունը կարողանում է իր աշխատանքը սկսի։ Այստեղ տեսնում եք, հիմա ներկայացնի տան խոսնակն է, սրանք դեմոկրատներն են, որ մնացածը շատ բարկացած են, որ այս 8 դեմոկրատները միացան ռիփաբլիկաններին, որովհետև նրանք ցանկությունն էր, որ Օբամա քերը, որ նրանք որ աշխատում են այս երկրում, իրենց եկամուտը բարձր չի, որ իրենք տարեկան կարող է 2700 մինչև 4000 վճարում էին ինշուրենս ունեին, health insurance ունեին, դա չհամոզվեցին ռիփաբլիկանները ընդունեն, որովհետև եթե Օբամա քերը չլինի, այդ մարդիկ ինչ որ 2700, այսինքն ընտանիքը ոչ թե մեկ անձ, այլ ընտանիքը 2700-ից 4000-ով լրիվ health insurance ուներ, առողջապահական ինշուրենս ուներ, հիմա կարող է չունենա, որովհետև կառավարությունը այդ մարդկանց համար $24000 տարեկան կառավարությունը հատկացնում էր, որ իրենք կարողանան առողջապահական ապահովագրություն ունենան։ Հիմա այս ինչ որ կառավարությունը բացվում է, ինչ որ ասացի, դեմոկրատների ցանկությունը, որ Affordable Care Act կամ Obamacare Act-ը subsidize, որ կառավարությունը գումար հատկացնի նրանք, որ բարձր եկամուտ չունեն, աշխատում են, առողջապահական ապահովագրություն ունենան, ուրեմն մնաց դեմոկրատները համոզվեցին, որ հետո սրա մասին խոսեն։ Մինչև տարեվերջ նման մարդը ունենալու է իր ապահովագրությունը, բայց հաջորդ տարի չի ունենալու եւ տեսնում ենք այստեղ դեմոկրատների ցանկություն տեղի չունեցավ։ Հիմա 8 այստեղ ռիփաբլիկաններ կան, որ մտահոգված են ուրիշ հարցերով, որ ասեն են, եթե այդպես լինի, հաջորդ անգամ չեն քվեարկելու, դա նաև կապված է այն հարցին, որ նախապես Թրամփին վերաբերող որ տատի էին տվել, այստեղ տեսնում եք այս սենատորները ռիփաբլիկան մտահոգված էին, ամենայն դեպս կառավարությունը իր աշխատանքը սկսել է եւ մինչեւ հունվար թվում է բաջետ ունեն, որ շարունակեն կառավարությունը իր աշխատանքը շարունակի, հետո նորից պետք է այս ինչ որ մինչեւ հիմա տեսնենք նորից, այսինքն բանակցությունները շարունակվելու է մինչեւ այն ժամանակ, որպեսզի մնայուն հունվարից մինչեւ կառավարության տարեվերջը սեպտեմբերի 30-ն է, կարողանան բաջետը հատկացնեն, որպեսզի նորից կառավարությունը իր աշխատանք չդադարի։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից օդանավների, այս ճամփորդական օդանավների մասին խոսեմ, այս ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում։ Սա դպրոց է, որ չափահասների համար է, անվճար է այս դպրոց հաճախելը։ Կալիֆոռնիայի կառավարությունը վճարում է, որ դուք գնաք տարբեր նյութեր են դասավանդում։ Տեսնում եք այստեղ բժշկական խնամքին վերաբերող անվճար դասավանդումներ, կոմպյուտեր, եթե չգիտեք, սովորեք, կոմպյուտեր գիտեք ավել, այսպես advance սովորել, ուրիշ դասավանդումներ կատարվում, կարող եք գնանք Burbank Adult School, Allen փողոցի վրա է գտնվում Burbank-ում, հեռախոսահամարը կտեսնեք, բայց ավելի լավ կլինի այցելեք։ Ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Գտնվում է Կալիֆոռնիա փողոցի վրա է Central Avenue Pharmacy։ Իսկ իրենց նոր կենտրոնը բաց են անում Sunland քաղաքում։ Sunland-ում, որը կպիտի ծառայի բոլոր հարակից քաղաքներին։ Եթե դուք այդ տարածքներում բնակվում եք, տեղերի կարիք ունեք, շուտով բացվելու է, կարող եք զանգահարեք իրենց, գնաք ձեր տեղերը վերցնեք կամ զանգարեք տեղերը ձեր տանը բերեք։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում, եթե դուք վարձակալ եք, վարձել եք ապարտման, վարձել եք առանձնատուն, այդտեղ պետք է բնակելի լինի, պետք է մաքուր լինի, եթե պահարան բացում եք միջատները գնում գալիս են, մրջուն կա, մուկ կա, զանգարեք այս հեռախոսահամարին, չպիտի այդպես լինի։ Դուք ոչինչ չեք վճարում։ Մինչև փաստաբանը կարողանա ձեզ համար հատուցում վերցնի, բնակարանի տիրոջից հատուցում վերցնի, երբ վերցրավ իրեն վճարում եք
բայց ամենայն դեպս երբ աշխատանք սկսում եք դու ոչինչ չեք վճարում։ Orange Shipping-ով անավորում է ծրագիրը։ Orange Shipping գտնվում է Hollywood Way, North Hollywood-ում։ Մի ծանոթ հանձնեք իրենց, երկրորդ ծանոթը կես գնով Հայաստան կտանը։ Շահին Թուրն է ով անավորում ծրագիրը, եթե 7 օր եւ 8 օր 7 գիշեր 8 օր 7 գիշեր ուրեմն $790 է ընդամենը այս շրջագայություն այսպես կինը խիստ իջեցրին են դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 21-ը զանգարեք այս հեռախոսը համարի դոկտոր Գոր Բարսեղյան եւ Մահտեսյան ատամնաբուժներն են ովանորը որը հարց ունեք ատամների հետ այցելեք Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում գտնվող այս ատամնաբուժարանը բայց նախապես զանգարեք այս հեռախոսը համարի ժամադրություն վերցրեք կվերադառնա Վատ դրություն կա օդանավակայաններում, որ թռիչքները այսօր օրինակ 900 թռիչք քանսել արին 1700 թռիչք խիստ ուշացումով է թռնում, որովհետև աշխատող չկա։ Այսինքն նրանք, որ աշտարակի մեջ ուղում են օդանավներին, որ իջնեն, բարձրանան, չեն աշխատում, որովհետև կառավարության աշխատանքը դադարեցվել էր եւ չէին վճարում, ուրեմն ոմանք աշխատանքի չէին գալիս։ Թեև խոստացել են, որ ինչ որ այդ ժամանակ որ չեն աշխատել, իրենց աշխատավարձը պիտի ստանային, բայց դրանով անդերձ աշխատողները ոմանք չեն կարողանում օրի պետք է եկամուտ ունենա, վճարում կատարվի, որ կարողանա գա աշխատանքի, որովհետև սովորաբար մարդիկ այս երկրում գումար պահ տրված չունեն saving չունեն, որ կարողանա, եթե աշխատավարձ չի ստանում, կարողանա իր ծախսերը հոգա։ Այսպես դժվար կացություն էր, ամենայն դեպս դրա համար թռիչքները քանսել էին անում, որովհետև մտահոգված են, որ կարողա դաժան վիճակ ստեղծվի, ակսիդենտներ լինի, վթարներ տեղի ունենա։ Ամենայն դեպս հիմա, որ կառավարությունը իր աշխատանքը սկսելու է, թեև այսօր այսպես 6% տեսնում եք այստեղ թռիչքները այսօր կրճատել էին 8% վաղը կրճատելու են, բայց հույս ունեմ, որ հաջորդ շաբաթվանից ավել նորմալ վիճակի կգա։ Այսպես տեսնում եք օդանավակայանների թռիչքները տեսնում եք քանսել եղած, ասացի մեծ թվով թռիչքներ քանսել է եղել եւ կառավարություն պահանջում է, որ քանսել անեն որովհետև մտահոգված են, որ բավարար աշխատող չունեն աշտարակների մեջ օդանավակայանում, որպեսզի ապահով թռիչքը տեղի ունենա։ Տեսնում եք այստեղ ասացի 900 քանսել է եղել այսօր, 1700 ուշացում կա թռիչքի, վաղը 860 թռիչք քանսել են արել եւ ահա այսպես մինչեւ կարողանան հետ վերադարձնեն օդանավակայանում աշխատողներին, հետո երևի թռիչքները նորմալի կգա։ Գիտեք Thanksgiving-ը շուտով գալու է եւ Thanksgiving-ը համարվում է ամենազբաղված օրերը ճամփորդական։ Դա կլինի մեքենայով, ինչ մարդիկ գնում են իրենց ընտանիքի հետ անցկացնեն Thanksgiving-ը, գոհապանության օրը կամ օդանավով են գնում հիմա հույս ունեն, որ մինչև այդ ժամանակ նորմալի կվերադառնա, տեսնենք ինչպես է ընթանում։ Ես ուզում եմ խոսել նաև մեկ աղջկան մասին խոսել էի 9 տարեկան իր մայրիկի հետ, այստեղ Սանտա Բարբարայից գնում են, բայց հետ վերադառնելիս այդ 9 տարեկան աղջիկը հիմա չկա եւ մեկ հոգի դպրոցում մի շաբաթ որ անցնում է զանգ է տալիս պոլիսին ասում է որ մի աշակերտ որ ամեն օր պիտի գար դպրոց մի շաբաթ է դպրոց չի գալիս հետո գնում են տեսնում են տանը չեն բայց ամենայն դեպս իր մայրիկի հետ խոսում են մեկ հոգի որ այդ 9 տարեկան աղջկա մայրիկին ճանաչում էր
մի տղամարդ գալիս է խոսի, որ ինչպես կարող է օգնի եւ այլն, մայրիկը բարկանում է որոշ բաները իրեն բացատրում, հետո բարկանում է եւ մի սուր տանագի նման, այսպես մի բան է վերցնում եւ սպառնում է իրեն։ Այն զանգ է տալիս հետո փոլիսին, փոլիսը գալիս է հազիվ առիթ է երևի իմ իրեն փոլիսը չի ասում, ես եմ ասում որ առիթ է այս կնոջը ձերբակալում են եւ պիտի դատի տան եւ ասեն են որ բեյլ տնի 100,000 եւ չպիտի եւ ոտքին գիտեք կապում են մի գործիք որ որոշ տարածքի չհեռանա ես այստեղ ուզում եմ ցուցադրել ձեզ տեսնեք այս 9 տարեկան աղջիկն է Սանտա Բարբարա մայրիկին է որ ձերբակալել են իհարկե աղջիկա տեսնում եք դատարանում է իր աղջիկա կորուստի համար չի որ իրեն ձերբակալեն իր դուստրի հետ եք տեսնում գնում են մեքենա վարձելու մեքենան ինչ որ վարձեն են բազարդ այս ինն է բազարդը մի աղջիկը մելոդին է եւ այստեղ տեսնում եք երկար ժամանակ իրեն չեն գտնում այս աղջկան եւ մեկը զանգում է որ պոլիսը օգնի կարողանան գտնեն մայրիկը ասացի բարկանում է մեկ մարդ որ իրեն ծանոթներից եկել էր այս մասին հարցներ երբ որ պոլիսին լուր է տալիս պոլիսի համար ասացի առիթ է լինում box cutter այդ տանակը ինչ որ ծանրոցները կտրատում են այսպես box cutter-ով սպառնում է տղամարդուն եւ ասում է որ թողնի գնա իրեն տնից նորից տեսնում եք այդ ժամանակ որ գնացել են մեքենա վարձելու եւ հեռանում են այստեղից մեքենայով տեսնում եք գնում են 1500 մայլ գնում են մինչև Նեբրասկա այդ ժամանակ աղջիկն իր հետ է բայց վերադառնալիս այդ կինը միայնակ է վերադառնում այս փոքրիկ աղջիկը ուրեմն կորերն է եւ license plate-ը վարձու մեքենայի license plate-ը փոխում է սա դատարանում է որտեղ դատավորը ասում է որ պետք է supervised release գործիքը ոտքին փակել է տալիս որպեսի չհեռանա տեսնում եք նորից այդ կնոջ գնում են իր տանը ձերբակալում են ոչ թե այս աղջկա կորուստի համար այլ մյուս մարդին սպառնալու համար այստեղ տեսնում եք բազարդ այս կինն է շատ բարկանում է եւ այդ անձը որ եկել էր իրեն տուն ասացի տանակով box cutter-ով սպառնում է license plate-ն եք տեսնում որ Կալիֆոռնիայի մեքենան վարձել են Կալիֆոռնիայի լայսենս ունի այստեղից դուրս է գալիս Նյու Յորքի լայսենս է տնում վրան երբ գնում են վերադառնալիս լայսենսը տեղափոխում է մելոդի այս աղջիկն է Յութա Կոլորադոյի սահմանում վերադառնալիս վերադառնում է միայնակ դրա համար է ինչ որ հետևում են ես հիմա ուզում եմ խոսել 1 սենտի մասին 1 սենտը գիտեք 4 սենտ ծախսի է նայում, որ այս 1 սենտը պատրաստի կառավարություն։ Այսօր վերջին 1 սենտը տպեն են, 1 սենտը էլ չի լինելու եւ եթե cash պիտի մեկը մի բան առնի, եթե 1 սենտը չկա, կամ պիտի ավել տան գումարը կամ ավել քիչը, կապված 2.5 ավել է թե պակաս է, որտեղ 1 սենտ չի լինի, որ ասենք $1 3 սենտ լինի, 3 սենտը չկա, դուք պետք է $1 5 սենտ տալ, եթե $1 2 սենտ է լինում, $1 պիտի վճարեք, ամենայն դեպս, վերջին սենտերը տպեն են, 2 հատը պահեն են, որպեսի ակշն անեն, վերջի տպված 2 սենտը ակշն են անելու, իսկ 300 միլիոն 1 սենտ կա շրջանառության մեջ է, այդպես օգտագործում եմ, բայց այնից հետո էլ չեն տպելու, ուրեմն քիչ-քիչ կերթակը վերանա։ Հիմա մի ուրիշ տարօրինակ բան, ամենափոքրը, երբ որ 1 սենտ չլինի, 5 սենտ է լինելու։ 5 սենտը պատրաստելու համար կառավարության 14 սենտ ծախս է լինում։ Պատկերացրեք ինչ վիճակ է։
Դրա համար է որ կարծում եմ սա էլ հարկավոր չի։ Ես ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել հիմա 1 սենտին վերաբերող այստեղ տեսում եք վերջին սենթերն է ինչ որ տպվում է երկու հատը պահելու են 1793 թվից տպեն են 1 սենտ։ Մինչ հիմա այսպես տեսնում եք քանի տարի է լինում է որ եղել է, բայց հիմա սրանից հետո գալիս է ավարտին։ Սա պատասխանատուն է այս աշխատանքի կառավարական նշանակված պատասխանատուն է ամենայն դեպս 1990 թվից միշտ մտածում էին որ մենք 1 սենտը շրջանառությունից հեռացնեն։ Տեսնում եք այստեղ վերջին հարգանքի տուրքն է ինչ որ տալիս էին 1 սենտին։ Նախագահ Թրամփի հրամանով էր որ ասում էր wasteful հարկավոր չի ինչ որ ձեզ ասացի 4 սենտ ծախսի է նայում որ 1 սենտը տպեն։ Այստեղ տեսնում եք այսպես երկար տարի է 35 տարի է միշտ խոսվել է որ չտպեն։ Տեսնում եք մարդիկ անգամ փողոցում քայլում են վրայից գնում են ոչ ոք ուշադրություն անգամ չեն նստում տեսակ փողոցում կետնի վրա էր չեն գնում վերցնեն 1 սենտը որովհետև ոչինչ չարժի այդ 1 սենտը շատ հին ժամանակ իհարկե այդպես չի եղել 1 սենտը արժեք է ունեցել եւ կարող էի այն 1800-ական թվականներին 1 սենտով մի բան կարողանում էին գնեին։ Իսկ այսօր մոտավորապես ոչինչ չկա որ դուք 1 սենտով կարողանաք գնեք։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է Յադիդի փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Հեռախոսահամարը շատ հեշտ է, տեսնում եք 818, բոլորի 9 է։ Եթե ավտոթար ունեցաք այդ անպայման accident-ի ժամանակ, ինչպես տեսնում եք այստեղ, այս գրասենյակը զանգահարեք, որովհետև իրենք ասում են կարողացել են մինչ հիմա միլիոնավոր դոլարներ վերցնեն իրենց հաճախորդների համար։ Հիմա այստեղ զանգահարեք, ինչ որ տեսնում եք, եթե accident եք ունենում։ Ծրագիրը նաև հովանավորում է Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը։ Vivaldi venues եւ catering-ը 3 սրահներ ունի, 120, 150 եւ 300 տարողությամբ։ Իսկ ամեն օր ճաշ են առաջարկում։ Կարող եք գնալ ճաշը այնտեղից վերցնել կամ պատվիրեք կբերեն ձեր տանը 5 հոգու կամ 10 հոգու համար ճաշ են առաջարկում։ Ծրագիրը հովանավորում է նաև Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Primate Pharmacy-ին։ Հեռախոսահամարը շատ հեշտ է 818-6000777 կարող եք զանգահարեք ձեր տեղերը ձեր տանը բերեն կամ դուք գնացեք այնտեղ։ Եթե մի տեղատունից եք ձեր տեղերը վերցնում որ գոհ չեք, անպայման զանգահարեք այս հեռախոսահամարը, իրենք խոստանում են որ դուք իրենց ծառայությունից գոհ եք մնալու։ Նորածինները կաթ են իրենց տալիս, powder կաթ է, ֆորմուլա կաթը եւ մի տեսակ կաթ, որ միայն այս տեսակ կաթը Ռիքարդ է եղել 15 երեխա խիստ վիճակը վատացել է որ հիվանդանոց են տարել։ Հիմա ոմանք կարող կերնեն չի ազդել, ամենայն դեպս ես ուզում եմ ցույց տալ, եթե տեսնում եք by heart, եթե այս տեսակը, որ ասվում է իհարկե որ այս տեսակ կաթը, այս ֆորմուլան օրգանիկ է, այդ անվան տակ է վաճառվում, ոմանք հետաքրքրված են որ օրգանիկ կաթ տան երեխային, ամենայն դեպս եթե այդ տեսակ կաթը ունեք, երեխային մի կերակրեք by heart, տեսնում եք, այդտեղ մի օգտագործեք, եթե այս կաթը, օրգանիկ կաթը երեխայի, այսինքն
մանուկի համար, նորածինի համար օգտագործում եք։ Ես ուզում եմ հիմա խոսել փոլիսին վերաբերող մեկ փոլիս Բալթիմորում մեկ հոգու հետևում է, բայց գնում է парքի մեջ նաև այստեղ եթե ցուցադրենք տեսնում եք парքի մեջ վտանգավոր աշխատանք անում այսպես շտաբ գնում է իրեն երբ այս վիդեոն police station-ում Դեվինք ասում էր ոչրագործին ուզում էի ձերբակալել չէր կանգնում ոչրագործը ստիպված է իրեն այդպես հետևեի իրեն ամենայն դեպս դատի պիտի տան եթե մեղավոր լինի որ այսպես վտանգավոր աշխատանք արել ուրիշ մարդկանց էլ парքում կարող է լինեն վտանգի մեջ է դրել կամ վտանգի առաջ են եղել այդ մարդիկ մինչև 65 տարի կարող է փոլիսին ազատազրկեն այսպես սխալ աշխատանքի համար ես ասում եմ ձեզ կետ ցուկը ցուցադրել Նյուփորթ Բիչ Կալիֆոռնիա մեր հարավում Նյուփորթ Բիչ տարածքում տեսեք այս կետ ցուկը լրիվ ջրի մեջ այդպես տեսնում եք պտույտ է կատարում ու վերադառնում է օվկիանոսի նրանք որ նավակների մեջ գնացել էին կետ ցուկ տեսնելու բավական հաճույք են ստանում այս կետ ցուկի այս գեղեցիկ աշխատանքի համար որտեղ հաճախ բարձրանում են արագորեն մտնում են բայց լրիվ մարմինն է ինչ որ բարձրանում է ու պատում ու վերադառնում է օվկիանոս այդ կետ ցուկը Նյուփորթ Բիչում ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ պիտի ձեզ ցույց տամ ինչ է ասում transportation-ի secretary իսկ ծրագիրը հովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը եթե Չոփորյանները ձեզ առաջարկում են եթե accident ունենաք ձեր մտահոգությունների իրենց հանձնեք զանգարելով այս հեռախոսա համարին 818 244 47 47 գտնվում են Գլենդելում զանգարի ծրագիրը հովանավորում է դոկտոր Փարքեր Ջահանգիրն է հովանավորում եթե ալերգի եւ ասմա այդպես խնդրեմ եղավ զանգարեք ժամադրություն վերցրեք 30 տարի ավել փորձառություն ունի մասնակետ բժիշկը Գլենոքս փողոցի վրա է գտնվում Երևան Shipping հովանավորում է ծրագիրը Երևան Shipping երկու կենտրոն ունեն Lancashire փողոց North Hollywood Glendale-ում Adams եւ Palmer փողոցի հատման կետում Palmer-ի վրա Adams փողոցի հատման կետում ծանոթ ունեք Հայաստան ղրկելու մի փանդը $2.99 է առաջարկում դրամի փոխանցում $100 ղրկեք մի տոկոս եք վճարում $1 եք ընդամենը վճարում $500 ղրկեք $5 եք վճարելու ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը Hollywood Piano-ն 600 տաշնամուրի խանութի մեջ ունի $500 $1000-ից սկսյալ մինչև հարյուրավոր հազարավոր դոլար գերմանական Չեխ Ռեփուբլիկի տաշնամուր ճապոնական ֆրանսական չինական, ճապոնական, բոլոր տեսակ կորեական տաշնամուր կգտնեք այդտեղ գնելու կամ վարձելու համար։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Եթե աչքերի հետ որևէ հարց ունեք, խնդրեմ ունեք, ագնոցի կարիք կա, վիրահատող մասնագետ բժիշկ է 31 տարի փորձառությամբ։ Գլենդելում գտնվում է Ջաքսոն փողոցի վրա, Ջաքսոն եւ Քոլորադոյի հատման կետում հեռախոսահամարը նշագրված է Զանգարեք գրասենյակ։ Ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու։ Բրբենքում է Գլենդելի անմիջապես հարևանության կվերադառնա։ Դուք տեսնում եք Շան Դաֆի Transportation-ի մինիստրն է, նախարարն է այս երկրի եւ ձեզ հաղորդել էի, որ 10 freeway-ի վրա այստեղ Ontario, որը մեր արևելքում է գտնվում, մեկ երիտասարդ
Հնդկաստանից եկած անօրինական եկել Կալիֆոռնիան գիտեք ամեն մարդ տարիներ առաջ որոշեցին որ ամեն մարդ կարող է ID driver's license ունենա այդ ժամանակ ասում էին որովհետև իրենք այս մարդիկ որ անօրինական այստեղ են աշխատանքի են գնում վերջ-վերջո մեքենա հարկավոր է մեքենա պիտի քշեն եթե լայսենս ունենա ավել երևի ուշադիր կլինի այսպես էին բացատրում Կալիֆոռնիայում եւ մեկ երիտասարդ 20 տարեկան այսպես 21 տարեկան տղա Հնդկաստանից գալիս է եւ մեծ տրակ վարում է որ այստեղ ցույց եմ տվել կտեսնեք նախկինում գալիս է առանց տորոզ անելու հարվածում է մի քանի մեքենա եւ իր առաջը semi trailer այս մեծ տրակով հարվածում է 3 հոգի մահանում են 10 հոգի վիրավորվում են այդ accident-ի կամ վթարի հետևանքով Ուրեմն այս նախարարը ասում է որ միայն Կալիֆոռնիան իրավունք չունի լայսենս տա տրակի համար, մեքենայի համար դեռ ոչինչ չեն ասել։ Տրակ, բաս, այդ խոշոր մեքենաները, մեծ մեքենաներ, որ կարող են մեծ վնաս հասցնեն, ասեն 17000 այսպես լայսենս է Կալիֆոռնիան տվել նման մարդկանց, անօրինականի, ասեն իրավունք չունի դրանք բեկանում են այդ լայսենսը իրավունք չունեն մեքենա վարեն այս մարդիկ։ Հիմա ես այստեղ ուզում եմ ցուցադրել, տեսնեք, դա նախարարներ որ հայտարարեց այստեղ Կալիֆոռնիայի DMV-ն եք տեսնում եւ այսպես միայն citizen-ը եւ permanent residence, նրանք որ մնալու այս նահանգում իրավունք ունեն։ Նահանգապետն է, որ ասում է անտեղի է այս ինչ որ ասեն են որ չեն կարող աշխատեն այս երկրում այդ մարդիկ այստեղ տեսնում եք ասում է ուրեմն նորից Շան Դաֆի այսինքն նախագահ նահանգապետն է այս երկրի ասում նախարարի մասին ասում է ճշմարտությունը չի խոսում եւ սխալ տեղեկություն եւ տեղեկությունը փոխանցում իրեն ղեկավարին, այսինքն Թրամփին, իրեն սիրված ղեկավարին, ասում է նահանգապետը այս երկրի այդ նախարարի մասին, որ եկել է եւ ասում է, որ չեն կարող, եթե մնայուն այստեղ բնակիչը չեն կամ citizen չեն, տեսնում եք այդ accident-ն է, որ ցեզ բացատրեցի, Անտերիոում տեղի էր ունեցել եւ 3 հոգի մահացան, տասնյակ մարդ վիրավորվեց, որ ոմանք դեռ հիվանդանոցում են։ Այսպես տեսնում եք, ուրեմն սրանից հետո այս մեծ տրակները, բասերը, նրանք որ մնայուն բնակչություն չունեն այստեղ կամ citizen չեն, չէր կարող այդ մեծ տրակները, բասերը վարեն։ Ես ուզում եմ հիմա խոսել Վենեսուելայի ափի մասին կամ այսօր նաև ռմբակոծեցին այդ փոքրիկ նավերը, ինչ որ Վենեսուելայից հեռանում են, նախագահ Թրամփ ասում է սրանք դրագ են տեղափոխում, բայց ոչ մի փաստ չկա, որ այդպես մի փաստ չկա, ամենայն դեպս շարունակենք։ Տեսնում եք այս նավակները, մինչ հիմա 75 հոգի այս նավակները ռմբակոծելով մահացել են։ Սա ամենախոշոր ռազմանավը, Ջերալդ Ֆորդ ռազմանավը, որ տեսնում եք օդանավներ կար այդպես այդտեղ, մինչ հիմա Իսրայելի սահմանում էր միջերկրականում, հրաման տվեց նախագահը կա այստեղ, այդ ժամանակ որ Գազայի պատերազմը լինում էր, հրաման էր տվել այդ նավը Իսրայելի ափին մնա, որպեսզի ապահովությունը ապահով դարձնի Իսրայելը, բայց հիմա եկել է այստեղ եւ մնում է Վենեսուելայի կամ օվկիանոսի մեջ Caribbean շրջանում, այդտեղ այս ռազմանավը եւ իհարկե Վենեսուելան պատրաստում է, որտեղ ենթադրում են, որ երևի ուզում են արձակվեն Վենեսուելայի վրա կամ խրախուսեն ընդդիմադիրներին Վենեսուելայի, որպեսզի Մադուրո նախագահին կարողանան տապալեն
եւ նոր ռեժիմ աշխատանքի անցնի։ Ես նաեւ հիմա ուզում եմ խոսել եղանակի մասին, գալիք օրերից արդեն տեսնում եք նախ որ ավել մեզ մոտ եղանակը ավել ջերմությունը խիստ իջնելու է, նաեւ արևելյան նահանգը տեսնում եք առաջ մի քանի օր առաջ նաեւ ձյուն էր գալիս խիստ, իսկ հիմա 0-ից բոլորը վեր է։ Մի քանի օր առաջ ես հաղորդեցի, որ այդ որոշ տարածքներում այսպես հիմա տեսեք արևելյան նահանգներում massամբ իրենց համար 64-57 շատ գոհ են իրենք, որտեղ հաճախ 0-ից ցած է լինում կամ 32 Ֆարենհայթից, որ մեր 0-ն է, դրանից ցած է։ Հիմա տեսնում եք այնտեղ տաքացել է համեմատական։ Մեզ մոտ եղանակը հիմա ավել սառն է։ 5-ից 15 աստիճան ավել ցած է, քան թե մի քանի օր առաջ եւ անձրևելու է ուրբաթ օր, անձրև է իջնելու Լոս Անջելեսում ուրբաթ, շաբաթ, կիրակի թվում է նաեւ երկուշաբթի։ Այստեղ տեսնում եք rain, snow արևելյան մեր շրջան, այսինքն արևմտյան շրջանում տեսնում եք այսպես, բայց թվում է ուրբաթ, շաբաթ այդ օրերը ամենաշատը անձրև որոշ տարածքներում մինչև 4 ինչ 10 սանտիմետր հիմա այս վարկյանից Սան Ֆրանսիսկոում անձրև է տեղի ունենում եւ իջնում է դեպի ցած, դեպի մեր տարածքը հիմա տեսնենք դրա համար պատրաստ եղեք, եթե որոշ այդ դուք պետք է մաքրել տերևներից, որ չմտնի այդ ջրի անցքի մեջ, տեսեք ձեր շրջապատում ինչ աշխատանք պիտի կատարեք։ Որոշ տարածքներում էլ տեսնում եք ձյուն է իջնելու այս շրջանում, դրա համար էլ ջերմաստիճանը շատ իջնելու է մեզ մոտ։ Ես պիտի դադարեցնեմ Sander հոթելների մասին խոսեմ, հետո նրանից հետո վերջավորությանը Northern Light հյուսիսային լույսի մասին խոսեմ, իսկ ծրագիրը ովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը։ Անդրե Ղարիբյանը ձեզ առաջարկում է, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում, զանգահարեք, նաև եթե accident ունեք, զանգահարեք այս հեռախոսահամարին, խորհրդակցեք իր հետ։ Ծրագիրը ովանավորում է Court Furniture ովանավորում է։ Court Furniture-ը ամենախոշոր ֆurniture խանութներից մեկն է, 100-ից ավել խանութ ունի, բիլիոնատերի է պատկանում, որ իր ամենափոքր բիզնեսը սա է, Court Furniture-ն է, նոր mattress պիտի գնեք, այցելեք Court Furniture։ Նաև գրասեղան, սեղան աթոռներ կգտնեք։ Glendale-ում Central եւ Myrtle-ի ատման կետում է, Orange County-ում գտնվում է Euclid եւ 405 freeway-ի ատման կետում, Santa Ana-ում ունեն, New York-ում ունեն, Սան Ֆրանսիսկոում ունեն խանութներ, զանգարեք, տեսեք, որը կլինի ամենամոտիկը ձեզ։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը։ Եթե թաթի վրա, թաթի տակ վերք է, քայլում եք, շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոսահամարի։ Գլենդելում 616 East Glen Oaks փողոցի վրա է գտնվում այս բժշկական կենտրոնը։ Ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, սա իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն, այնտեղ կարող եք շփվել եւ զբաղվել ձեր հասակակիցների հետ տարբեր խաղերով այսպես։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, Jackpot-ը գտնվում է Pacific փողոցի վրա։ Եթե հագուստների կարիք ունեք, տեսնում եք այստեղ գեղեցիկ հագուստներ ունեն, պայուսակ պիտի գնեք, ուրիշ կոշիկներ պիտի գնեք, արտասահմանից բերված, բոլորը դրանք կգտնեք Jackpot-ում։ Ծրագիրը հովանավորում է Yugo Transportation կամ Yugo-ն տեսնում եք այստեղ shipping ընկերությունը, որտեղ դուք եթե մի ծանրոց իրենց հանձնեք, հաջորդ նույն համավասար ծանրոցը անվճար կտանեն ձեզ համար։ Իրենք գտնվում են Հոլիվուդում, Լոս Անջելես, Հոլիվուդում են գտնվում, մի pound օդանավով ծանրոց խրկեք $2.99 է,
Իսկ եթե Երևան գումար պիտի փոխանցեք 2%-ով կտանեն Երևանում ձեր ինչ գումար որ խրկում եք ձեր ազգականի տանը կհասցնեն։ Անաշեկ իֆն է ովանավորում ծրագիրը սուրճ պատրաստելու ամանը տեսնում եք այստեղ 1937 West Glenox-ի վրա է գտնվում ընդամենը իջեցրել են $9.99 սա էլեկտրական մեքենա է այցելեք Անաշեկ գիֆտ կվերադառնա Ծրագիրը եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում